Այսօրվա շնորհանդեսում մենք կներկայացնենք տեղեկատվություն մեդիկալ ծրագրին ազդող պետական քաղաքականության իրականացման վերաբերյալ։ Մենք կքննարկենք, թե որոնք են այդ փոփոխությունները եւ ում վրա են ազդում դրանք։ Մեդիկալի ունեցվածքի վերականգնում, մեդիկալի ընդլայնման սառեցում, ընդլայնման արտոնյալ ժամանակահատված, պահպանեք կապը DPSS-ի հետ, դիմեք մեդիկալի համար, մեդիկալ հարց ու պատասխան։ Next, please. 2026 թվականի հունվարի 1-ից ունեցվածքի սահմանափակումները կվերականգնվեն որոշ մեդիկալ ծրագրերի համար, ինչպիսիք են տարեցների, կույրերի և հաշմանդամների, երկարաժամկետ խնամքի, աշխատող հաշմանդամների և բժշկական առումով անապահովների ծրագրերը։ Այս ծրագրերը հաճախ անվանում են չփոփոխված, ճշգրտված համախառն եկամտի մեդիկալ Non-Modified Adjusted Gross Income Medical ծրագրեր, որոնք հայտնի են նաև որպես ոչ Magi Medical։ Ոչ Magi Medical-ի համար պահանջվում է ունեցվածքի մասին տեղեկատվություն, որոշելու համար, թե արդյոք ընտանիքի հաշվարկվող ունեցվածքը գտնվում է նախատեսված ռեսուրսների սահմաններում, թե ոչ։ Ունեցվածքի սահմանաչափը մեկ անձի համար կազմում է $130,000 և ընտանիքի յուրաքանչյուր լրացուցիչ անդամի համար $65,000, առավելագույնը 10 անձի համար։ Օրինակ, եթե ընտանիքը բաղկացած է երկու անձից և ապա ունեցվածքի սահմանաչափը կկազմի $195,000։ Այսպիսով, ոչ Magi-ին համապատասխանելու համար ընտանիքի ընդհանուր ունեցվածքը չպետք է գերազանցի $195,000։ Ոչ Magi Medical-ը կիրառում է այն կանոնները, որոնք գործում էին նախքան 2014 թվականի հունվարին սկսված առողջապահության բարեփոխումները, որոնք իրականացրել են Magi Medical ծրագիրը։ Magi Medical-ը հաշվի չի առնում ունեցվածքը, բայց այն օգտագործում է IRS-ի հարկային հայտարարագրման կանոնները, իրավասությունը որոշելու համար և որպես կանոն գնահատվում է 65 տարեկանից փոքր անձանց համար։ Այժմ կքննարկենք, թե ում վրա են տարածվում ունեցվածքի սահմանափակումները։ Next, please. Ունեցվածքը հաշվի է առնվում միայն ոչ Magi Medical ծրագրի համար, և այս ծրագրի շրջանակներում գնահատվում են հետևյալ մարդկանց խմբերը. 65 տարեկան և բարձր տարիքի չափահասներ, ֆիզիկական, հոգեկան կամ զարգացման խնդիրներ ունեցող հաշմանդամբանձինք, երկարաժամկետ խնամքի ծառայությունների դիմորդներ, ինչպես նաև որոշ անձինք, ովքեր չեն համապատասխանում Magi Medical ծրագրին, այդ թվում մինչև 21 տարեկան անչափահաս երեխաները կամ նրանց ծնողները։ Հիմա եկեք նայենք, թե ինչն է համարվում գույք կամ ունեցվածք։ Next, please. Գույքը և ունեցվածքը ներառում են անհատին պատկանող իրեր, ինչպիսիք են բանկային հաշիվները, ներառյալ ընթացիկ և խնայողական հաշիվները, տունը, որտեղ անհատը բնակվում է, կամ վարձակալվող գույքը, տրանսպորտային միջոցները, ներառյալ մեքենաները, մոտոցիկլետները, ինքնաթիռները կամ ջրային փոխադրամիջոցները և խնամառության հաշիվները, որոնք կարող են լինել չեղարկելի կամ անչեղարկելի խնամառություններ։ Մեդիկալին իրավասու լինելու համար ընտանիքի հաշվարկվելի ունեցվածքի արժեքը պետք է հավասար կամ ցածր լինի սահմանված ունեցվածքի սահմանաչափից։ Next, please. Որոշ ունեցվածքներ չեն ներառվում ընտանիքի ընդհանուր ունեցվածքի արժեքը որոշելիս։ Ստորև բերված են ունեցվածքի մի քանի օրինակներ, որոնք չեն ներառվում ոչ Magi Medical-ի համար։ Նշենք մի քանիսը։ Օրինակ, հիմնական բնակավայրը, որը այն տունն է, որտեղ դուք ապրում եք, մեկ մեքենա, ընդհանուր առմամբ, եթե ընտանիքն ունի մեկից ավել մեքենա, մեդիկալը հաշվի չի առնի ամենաբարձր արժեք ունեցող մեքենան։ Անձնական իրեր, ինչպիսիք են հագուստը, մատանիները, ժառանգական իրերը և երաժշտական գործիքները։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ սա ամբողջական ցանկը չէ։ Next, please. Ոչ Magi Medical ծրագրին իրավասու լինելու համար ընտանիքի ընդհանուր ունեցվածքը պետք է հավասար կամ ցածր լինի ունեցվածքի սահմանից։ Ոչ Magi դիմորդները
ովքեր ունեն ավելորդ ունեցվածք և չեն գտնվում հաստատությունում, կարող են նվազեցնել իրենց ունեցվածքը ցանկացած եղանակով այն օրացուցային ամսում, որի համար պահանջվում է մեդիկալ, կամ կարող են չվճարված բժշկական ծախսերը տեղափոխել նախորդ ամիս, որի ընթացքում ունեցել են ավելորդ ունեցվածք։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ բժշկական ծախսերը պետք է նշանակված լինեն միայն բժշկի կողմից։ Կներառվի օրացուցային ամսվա ընթացքում ունեցվածքի կրճատման օրինակը։ Այժմ մենք անդրադառնանք հաշվետվության պահանջներին։ Next, please. Ունեցվածքի մասին տեղեկությունը պետք է տրամադրվի դիմումի և տարեկան թարմացման ժամանակ այն անձանց համար, ովքեր դիմում են կամ ստանում են ոչ մեջայ մեդիկալ։ Այս տեղեկատվությունը չտրամադրելը կարող է հանգեցնել նպաստների մերժման կամ դադարեցման։ Հետևաբար, երբ DPSS-ը տեղեկատվություն է պահանջում կամ մոտենում է շահառուի տարեկան թարմացման ժամկետը, անհատներին խորհուրդ է տրվում ժամանակին արձագանքել խնդրանքին, որպեսզի խուսափեն ծառայության ցանկացած անհարմարությունից կամ ընդհատումից։ Next, please. Այժմ մենք անդրադառնանք մեդիկալի ընդլայնման սառեցմանը, բայց նախ մի փոքր պատմություն։ 2016 թվականից սկսած Կալիֆոռնիան մի քանի փուլով տրամադրել է լիածավալ ապահովագրություն մեդիկալի համար իրավասու անօրինական անձանց, որոնք հայտնի են նաև որպես անբավարար ներգաղթի կարգավիճակ UIS ունեցող անձինք։ 2016 թվականի մայիս Կալիֆոռնիայում բնակվող 19 տարեկանից փոքր երեխաները անկախ ներգաղթի կարգավիճակից ստացել են լիածավալ մեդիկալ (full scope medical), երբ որոշվել է, որ նրանք իրավասու են։ 2020 թվականի հունվար 19-ից 26 տարեկան կալիֆոռնիացիները անկախ ներգաղթի կարգավիճակից ստացել են լիածավալ մեդիկալ (full scope medical), երբ որոշվել է, որ նրանք իրավասու են։ 2022 թվականի մայիս 50 տարեկան կամ ավելի բարձր տարիքի կալիֆոռնիացիները անկախ ներգաղթի կարգավիճակից ստացել են լիածավալ մեդիկալ (full scope medical), երբ որոշվել է, որ նրանք իրավասու են։ 2024 թվականի հունվար 26-ից 49 տարեկան կալիֆոռնիացիները անկախ ներգաղթի կարգավիճակից ստացել են լիածավալ մեդիկալ (full scope medical), երբ որոշվել է, որ նրանք իրավասու են։ Սակայն, սկսած 2026 թվականի հունվարի 1-ից, մեդիկալի ընդլայնման սառեցումը կդադարեցնի բոլոր լիածավալ մեդիկալի գրանցումները 19 տարեկան և ավելի բարձր տարիքի նոր դիմորդների համար։ Սա նշանակում է, որ անբավարար ներգաղթի կարգավիճակ ունեցող մեծահասակները 19-ից բարձր, որոնք դիմում են 2026 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո, կգնահատվեն միայն սահմանափակ մեդիկալի համար։ Սահմանափակ մեդիկալն ընդգրկում է միայն շտապ բժշկական օգնություն և հղիության խնամք։ Դուք կնկատեք, որ ես ասացի մեծահասակներ 19 և ավելի բարձր տարիքի։ Սա նշանակում է, որ երեխաները 0-ից 18 տարեկան և հղի կանայք դեռևս իրավունք ունեն դիմելու լիածավալ մեդիկալի համար անկախ իրենց ներգաղթի կարգավիճակից։ Next, please. Անհատները, ովքեր ունեն UIS և արդեն ունեն լիածավալ մեդիկալ, ինչպես նաև նրանք, ովքեր դիմում են մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը և դառնում են իրավասու, որը նշվում է որպես ընդլայնված բնակչություն, նրանք կպահպանեն իրենց լիածավալ ապահովագրությունը մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Next, please. Դուք կնկատեք, որ ես ասացի, որ UIS-ի շահառուները կպահպանեն իրենց լիածավալ մեդիկալը մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Դա պայմանավորված է նրանով, որ սկսած 2026 թվականի հուլիսի 1-ից նրանք կանցնեն լիածավալ մեդիկալի առանց ատամնաբուժական ծառայությունների։ Այս մեդիկալ ծրագիրը կշարունակի ծածկել բոլոր առաջնային խնամքի ծառայությունները և դեղորայքը բացառությամբ ատամնաբուժականի։
Next, please. Այս աղյուսակը ցույց է տալիս մեդիկալի կողմից ապահովագրված ծառայությունների կողք կողքի համեմատությունը յուրաքանչյուր մեդիկալի ծածկույթի շրջանակներում։ Next, please. Ընդլայնված բնակչության մաս կազմող անձանց համար, եթե ապահովագրությունը որևէ պատճառով ավարտվում է, նրանք կունենան 3 ամսվա արտոնյալ ժամանակահատված տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի վերականգնեն իրենց լիածավալ նպաստները։ Եթե նրանց մեդիկալը չի վերականգնվում 3 ամսի արտոնյալ ժամանակահատվածում և նրանք կրկին դիմում են դրանից հետո, նրանք կգնահատվեն միայն սահմանափակ ծավալի մեդիկալի համար։ Next, please. Կարևոր է, որ մենք ունենանք ձեր վերջին կոնտակտային տվյալները։ Խնդրում ենք տեղեկացնել մեզ 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե տեղափոխվեք, փոխեք ձեր հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն։ Սա կապահովի, որ դուք ստանաք ցանկացած տեղեկատվություն փաստաթուղթ կամ հարցում DPSS-ից։ Next, please. Դուք կարող եք դիմել մեդիկալի համար առցանց, այցելելով benefitscal.com կայքը, կարող եք դիմել անձամբ, այցելելով ձեզ մոտ գտնվող գրասենյակների որևէ մեկը, ցանկը կարող եք գտնել DPSS LA County.gov կայքում, մուտքագրելով ձեր փոստային ինդեքսը, դիմել անձամբ բաժնում։ Կարող եք դիմել հեռախոսով, զանգահարելով մեր հաճախորդների սպասարկման կենտրոն, դիմումը հեռախոսով լրացնելու համար 1-866-613-3777 հեռախոսահամարով և կարող եք դիմել Covered California, այցելելով www.coveredca.com կայքը։ Նաև ուզում ենք տեղեկացնել, որ դուք կարող եք ծանոթանալ բոլոր նորություններին, թարմացումներին, այցելելով մեր DPSS առողջապահության կայքը, որտեղ դուք կգտնեք բոլոր այս նորությունների մասին ինֆորմացիա։ Այժմ ձեր էկրանների վրա դուք տեսնում եք բոլոր հղումները, որտեղ դուք կարող եք գտնել այն բոլոր փոփոխությունների մասին, նորությունների մասին, որի մասին այսօր խոսվեց շնորհանդեսի ժամանակ, եւ հատկապես առողջապահության նախարարության կայքում դուք կարող եք գտնել ավելի շատ նորություններ սրա վերաբերյալ։ Մենք նաև ձեզ հրավիրում ենք միանալու մեր սոցիալական կայքերին, DPSS-ի մենք ունենք TikTok, Instagram, Facebook-յան էջ, Twitter-ում և YouTube-ում և այսօրվա մեր շնորհանդեսը նույնպես լինելու է մեր DPSS-ի YouTube-յան էջում, կարող եք դիտել այն։